մեր արմատները պահպանելու համար ենք եկել։ Լուսինեն 3 երեխայի հետ հայրենիք է վերադարձել մշտական բնակության։ Այստեղ են արդեն 5 ամիս։ Հայֆա քաղաք, Իսրայել, բնակվել եմ 13 տարի եւ եկել ենք մենք ընտանիքով օգոստոս ամսին Հայաստան։ Նպատակ ա եղել վաղուց գալ, բայց ստացվել է մենակ հիմա։ Պատերազմը սկսվեց մեր գալուց հետո 2 ամիս հետո։ Նոր է իմացել, որ Հայաստանում գործում է հայրենադարձության եւ ինտեգրման հարցերի գրասենյակ։ Եկել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու։ Արդեն 8 ամիս գործող կենտրոնը գործունեության արդյունքներն է ամփոփում։ Հայրենադարձության ընդհանուր տենդենսը վերջին ամիսներին շարունակում է մնալ բարձր։ 2023 թվականի դրությամբ մեզ հայրենադարձությանը վերաբերող տարբեր հարցերով դիմել են շուրջ 3617 դիմումներով, ցուցանիշը հիմնականում բարձր է Ռուսաստանի Դաշնությունից, եկող մեր հայրենակիցների դիմումների հաշվին։ Առաջին տասնյակում քաղաքացիության, կացության, առողջապահական, կրթական, աշխատանքի տեղավորման եւ փաստաթղթային հարցերն են։ 2023 թվականին ավելի քան 19000 հայրենակից դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ հուսով ենք, որ 2024 թվականին նույնպես տենդենսը կպահպանվի։ Կենտրոնը տրամադրում է ինտեգրման ուղղված աջակցություն նաև դասընթացների եւ սեմինարների միջոցով։ Այս ընթացքում հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնը տրամադրել է ինտեգրման ուղղված աջակցություն, միջոցառումներ։ Հատկանշական է, որ հայոց լեզվի անվճար դասընթացներից օգտվել են 250 հայրենադարձներ եւ եւս 100-ը օգտվել են ինտեգրման սեմինար դասընթացներից, որը նրանց համար կարգավորում էր հարկային, մաքսային, հաշվապահական, բիզնես գործունեության, իրավական հարցերով գիտելիքների այսպես շրջանակը։ Հունվարի վերջին դասընթացները կրկին կմեկնարկեն։ Այս օրերին հայտագրում են իրականացնում։ Ցանկացողները կարող են դիմել։ Ռոզա Խաչատրյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։